Հարգելի քաղաքացիներ, տեղեկացնում եմ ձեզ, որ 2026 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու կատարողական վարույթի մասին նոր օրենքը։ Նոր օրենքի ընդունումը բացարձակ անհրաժեշտություն էր և բխում էր Հայաստանի Հանրապետության դատական իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունից, որի 11-րդ կետով, որպես ռազմավարական նպատակ, ֆիքսվել էր կատարողական վարույթի մասին նոր օրենքի մշակումը։ Այդ նպատակով Արդարադատության նախարարի հրամանով ստեղծվել էր աշխատանքային խումբ և աշխատանքային խումբը շուրջ 1.5 տարվա աշխատանքի արդյունքում ներկայացրել է օրենքի նախագիծը, որը 2024 թվականի ապրիլի 11-ին ընդունվել է Ազգային ժողովի կողմից։ Պետք է նշեմ, որ ներկայումս գործում է դատական ակտերի հարկադիր կատարման մասին օրենքը, որը ընդունվել է 1999 թվականին։ Եվ թեև օրենքը ժամանակի ընթացքում ենթարկվել է մի շարք փոփոխությունների և լրացումների, այնուամենայնիվ այն արտահայտում էր ընդունման պահի իրավական իրականությունը։ Դրանից հետո Հայաստանի Հանրապետության իրավական համակարգը բնականաբար զարգացել է, տեղի են ունեցել նոր օրենսդրական փոփոխություններ, ընդունվել են օրենսգրքեր, օրենքներ, զարգացել է վարչական արդարադատությունը, ինչպես նաև ձևավորվել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի դատական ակտերի կիրառման պրակտիկա, և գործող օրենքը ըստ երևույթին չէր արտահայտում այն պահանջմունքները, որը ուներ հարկադիր կատարման ծառայությունը, ինչպես նաև մեր քաղաքացիները։ Նոր օրենքը ընդհանուր առմամբ պահպանել է դատական ակտերի հարկադիր կատարման սկզբունքները, բայց միևնույն ժամանակ իր մեջ ներառում է համակարգային փոփոխություններ։ Առաջի հերթին օրենքը սահմանել է, որ կատարողական վարույթը վարչական վարույթի տարատեսակ է, դրանով իսկ հստակեցնելով դրա իրավական բնույթը, ինչպես նաև ստեղծելով վերահսկողական մեխանիզմներ գործընթացի նկատմամբ։ Օրենքով սահմանվել է պարտապանի կողմից գույքի թույլատրելի տնօրինման եղանակները, ինչը որպես այդպիսի նորամուծություն է Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում։ Օրենքը փոփոխել է նաև հարկադիր աճուրդը ոչ իրավաչափ ճանաչելու հետևանքները և այսուհետ օրենքը պաշտպանելու է բարեխիղճ գնորդների իրավունքները։ Ներդրվել են նոր գործիքակազմեր ոչ դրամական պահանջների կատարողական վարույթներով պարտավորության կատարումը երաշխավորելու համար, ինչպես նաև ամբողջությամբ փոփոխվել է կատարողական ծախսի բռնագանձման ինստիտուտը, դրանով իսկ քաղաքացիներին հնարավորություն տալով կամավոր կատարել կատարողական վարույթի պահանջները և վճարել ավելի քիչ կատարողական ծախս։ Հարգելի քաղաքացիներ, օրենքը կոչված է պաշտպանելու ձեր խախտված իրավունքները և վերականգնելու դրանք։ Դրա համար ստեղծված են արդյունավետ մեխանիզմներ։ Տեղեկացնում եմ ձեզ, որ օրենքի գործողությունը տարածվելու է 2026 թվականի հունվարի 1-ից հետո հարուցված կատարողական վարույթների նկատմամբ, և օրենքի վերաբերյալ ձեր իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով ծառայությունը պարբերաբար հանդես կգա իրավական պարզաբանումներով։ Եղեք իրազեկ։